Ստեղծվել է աշխարհակական նոր իրավիճակ, որի դինամիկան շարունակում է ծավալվել եւ դրան մենք ակնհայտ լինում նաեւ տարածության վերջի շաբաթներին Իրանի մի կողմից եւ մյուս կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ նրա դաշնակիցների միջև սուր հակամարտության տեսքով աննախադեպ հակամարտության, որը ըստեյության նախորդող տասնամյակների ընթացքում այդպեսին չէր եղել, եւ դա բնականաբար նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ է ծնում Հայաստանի համար։ Այդ մարտահրավերների եւ սպառնալիքների բնույթը էականորեն տարբեր է նրա համեմատ, ինչ մենք ունեցել ենք մինչև 2020 թվականը, սակայն ըստ էության գործող վարչախումբը փորձում է մոլորության մեջ մտցնել մեր հասարակությանը, փորձելով մեր հասարակությանը համոզել, որ եկել է խաղաղության դարաշրջան եւ ըստ էության էլ ոչ մի բան պետք չի անել։ Պետք է այսպես ասած թուլանալ եւ վայելել խաղաղություն։ Այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր շուրջը պարզապես աշխարհակական փոթորիկ է ծավալվում եւ այդ փոթորիկը կարող է շատ արագ մեզ էլ հասնել։ Որպես այդ ամեն ինչի հետևանք 2020 մինչև 2020 թվականը մշակված փաստաթղթերը կորցրել են իրենց ռելևանտությունը։ Ես ես հիշեցնեմ, որ Հայաստանի պաշտոնապես ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել է 2007 թվականին։ Պաշտոնական որպես փաստաթուղթ ընդունված 2020 թվականին ներկայացվել է նոր փաստաթուղթ, նա ներկայացվել է տարածիորեն թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ եւ ըստ էության այդ ագրեսիայի արդյունքում փոխված իրադարձությունների պատճառով նա իմաստազուրկ է դարձել, նրա հիմնական բովանդակությունը այլևս եւս ռելևանտ չէ։ Ուստի հիմա անհրաժեշտություն է առաջացել նոր փաստաթղթի ազգային անվտանգության ռազմավարության, սակայն պետք է հասկանալ, որ ազգային անվտանգության ռազմավարությունը դա առաջին հերթին իշխանության, կառավարության եւ մյուս մարմինների, ինչպիսին է օրինակ անվտանգության խորհրդի աշխատակազմը, ինչպիսին է ազգային ժողովը, ինչպիսին է նախագահի աշխատակազմը, նրանց բոլորի համատեղ աշխատանքի արդյունք պետք է լինի։ Մենք առայժմ այդ իշխանությունը չենք ներկայացնում, մենք ընդհանրապես հանրային միավորում ենք եւ մեր առջեւ փորձել ենք իրատեսական խնդիր դնել։ Այն պայմաններում, երբ որ գործող իշխանությունը արդեն առնվազն 6 տարի այդպիսի ռազմավարություն չի մշակում եւ արդեն համարյա 20 տարի այդպիսի ռազմավարություն չի հաստատվում պաշտոնապես, մենք փորձել ենք անել առաջի քայլը եւ մշակել ազգային անվտանգության հայեցակարգ։ Հայեցակարգը դա հետագա ռազմավարական մշակումների հիմքն է։ Այդ հայեցակարգի նպատակը ըստ էության առաջինն է գնահատել բոլոր այն անվտանգային սպառնալիքները, որոնք հիմա իրականում առկա են Հայաստանի Հանրապետության ներսում եւ նրա շուրջը։ Դա կլինեն ներքին սպառնալիքներ, տարածաշրջանային, թե գլոբալ բնույթի սպառնալիքներ, իդեպ դրանք շատ կարևոր բնույթ են խաղում եւ տարածաշրջանային սպառնալիքները շատ հաճախ ածանցյալ են գլոբալ սպառնալիքներից։ Ոստի առաջի խնդիրը սպառնալիքները գնահատելն է։ Երկրորդը հասկանալ եւ հստակ ձևակերպել, որն են մեր հիմնական ազգային շահերը, եւ այստեղ մենք նաեւ գործող վարչախմբից շատ էական տարբերություններ ունենք եւ եթե կարելի ասել, որ ամեն ինչում համարյա տարբեր ենք։ Եվ այս շահերի եւ սպառնալիքների համատեքստում հասկանալ, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի ինչ ուղղություններով պետք է շարունակենք զարգանալ, որպեսզի մենք կարողանանք ա պաշտպանենք մեր շահերը եւ բ դիմագրավենք այն սպառնալիքներին, որոնք առկա են, որոնք առաջանում են, որոնք ծավալվում են եւ որոնք իսկապես մեր համար վտանգ են ներկայացնում։ Այն աշխատանքը, որ մենք այսօր ձեզ ներկայացնում ենք, բավական երկարատև, մոտավորապես համարյա 1 տարի տևած եւ ծավալուն աշխատանքի վերլուծության համադրությունների արդյունք է, որը կատարվել է Հայաստանի ազգային քաղաքացիական միավորման պատվերով եւ նրա նաեւ փորձագետների մասնակցությամբ։ Աշխատանքային խումբը ներառել է այստեղ ներկա Աշխեն Բեգլարյանին, Վարուժան Գևեմանին, որ այսօր ներկա չի, Ավետիք Քերոբյանին։ Իրենց ներդրումը ունեցել են Արթուր Աթանեսյանը, Մենո Սողոմոնյանը, Միքայել Մալխասյանը, Սուրեն Մանուկյանը, Արմեն Մանվելյանը, Սուրեն Սարգսյանը, Սամվել Հակոբյանը եւ մի շարք այլ փորձագետներ, այսինքն բավական ընդգրկուն փորձագիտական ներառում այստեղ եղել եւ մենք փորձել ենք համադրել տարբեր երբեմն նույնիսկ իրար հակադրվող փորձագիտական կարծիքներ։ Այսօր մենք հայեցակարգը ձեզ հակիրճ կներկայացնենք այն նախագիծը, որ մենք այսօր ունենք
40 էջանոց փաստաթուղթը բնականաբար նա ընթերցանության համար է, ոչ թե ներկայացման։ Մենք ձեզ կներկայացնենք հակիրճ նրա հիմնական դրույթները։ Դրանից հետո մենք ունենանք երկու պանելային քննարկումներ, ընդ որում կփորձենք պանելային քննարկումները եւս ունենալ կարճ, որպեսզի հնարավորություն տանք դահլիճից հարցերի։ Առաջին հերթին բնականաբար մեր լրագրող գործընկերների, բայց դահլիճից ցանկացած հարցերի մենք պատրաստ ենք այսօր պատասխանել, եւ մեր նպատակը պետք է լինի այն, որ նաեւ այս հանրային արձագանքի հիման վրա մենք հնարավորություն ունենանք փաստաթուղթը լրամշակել եւ հետագայում ներկայացնել եւ լայն հանրությանը, որտեղ սա հայեցակարգ է եւ իր մեջ որևէ գաղտնի բան որպես այդպեսին չկա, բայց որը շատ կարեւոր է նաեւ ներկայացնենք այս փաստաթուղթը համապետական ընտրություններից հետո ձևավորվող նոր իշխանությանը, այն ակնկալիքով, որ նա հիմք կհանդիսանա հետագայում ազգային անվտանգության ռազմավարության մշակման համար։ Այս գործող վարչախմբին այս փաստաթուղթը ներկայացնելու որպես այդպեսին մենք այլևս իմաստ չենք տեսնում, որտեղ ըստ էության նրանք նախ ընդհանրապես առանց որևէ հայեցակարգի եւ որևէ փաստաթղթի են գործում, բայց եթե մենք նայում ենք իրենց այսպես ասած խառնի ճաղանջ վայրի վերումներին եւ տարբեր տեսակ հնչեցած մտքերին, արդեն հասկանում ենք, որ այն ինչ որ դրված այս փաստաթուղթի հիմքում ըստ էության արմատապես հակասում է իրենց կողմից վարվող կուրսին, ուստի նույնիսկ իրենց չենք ծանրաբեռնի իրանց այսպես ասած ինտելեկտը, չենք ծանրաբեռնի մեր մշակումներով։ Սա կներկայացվի նոր իշխանությանը այն ակնկալիքով, որ ինչպես արդեն ասացի, կստեղծվի ազգային անվտանգության ռազմավարություն։ Իդեպ մեր տեսանկյունից ազգային անվտանգության ռազմավարությունը բավական հաճախ պետք է թարմացվի։ Միացյալ Նահանգներում օրինակ տարածորեն 2 տարին մեկ այդ ռազմավարությունը թարմացվում է այն պարզգիտակցությամբ, որ աշխարհական գործոնները փոխվում են եւ պետք է դրանց արձագանքել։ Մեր մոտ հիշեցնեմ նորից 2007 թվականին է վերջի ռազմավարությունը ընդունված, 19 տարի անցել է եւ սա ինչ-որ իմաստով նաեւ պետության կայացվածության, պետության խորության, պետական ապարատի սուբյեկտայնության ցուցիչ է, որը մեր դեպքում ոնց որ հասկանում եք շատ ցածր է։